Մի անգամ մի ամուսնական զույգ եկեղեցուց նոր տարուն հովին կանչում է իրանց տուն։ Հովին կանչում են իրանց տուն, այս կին մարդուն ասում է, արի պատվենք էլի մեր հովիվն, արի հասարակ սպասք չդնենք։ Արի արծաթից մեր սպասքը դնենք իր առաջ։ Գալիս է ուտում, խմում, հյուրասիրվում են, ամեն ինչ նորմալ, աղոթում է իրանց համար, օրհնում է, գնում է։ Այս կինը սկսում է սպասքը հավաքել, տեսնում է արծաթից գդալը չկա հովի դեմին։ Տունը քրքրում է, չկա։ Հաջորդ տարի էլի կանչում են, էլի սպասքը դնում է դեմը, Այն վերջերում արդեն կերեկը շտացել են չի դիմանում, մարդ հասել է չասես, բայց չի դիմանում։ Ասում է հովիվ ջան կներես էլի մի բան հարցնեմ։ Մեր արծաթի գդալը կարողա դու ես վերցրել։ Հովիվն ասում է, ճիշտ ասած ես եմ վերցրել, բայց հետս չեմ տարել, դրել եմ ձեր Աստվածաշնչի մեջ։ Հասկացար։ Մի տարի գիրքը չեն բացել։ Մի տարի գիրքը չեն բացել, որ տեսնեն։ Գիտես Հիսուսը այս գրքի մեջ քնած է։ Հիսուսը այս գրքի, այս իր խոսքն է, իր խոսքի մեջ քնած է։ Չբացես, չի արթնանա քո կյանքում։ Ինքը այս գրքի մեջ քնած է, բացես կարտնանա, կյանքդ կփոխվի։